Տղերք, մի քիչ կարող է երկար ստացվի, բայց խնդրում եմ մինչև վերջ լսեք, որովհետև սա շատ կարևոր է բոլորիս համար։ Այն խնդիրները, որ մենք ունենք Yandex-ի հետ կապված, DG-ի հետ էլ հաստատ համոզված եմ, երկու տեսակի են ելնում։ Առաջի խումբը այդ խնդիրները այն խնդիրներն են, որը որ կառավարությունը, պետությունը կարա իր կարգավորումներով լուծի։ Երկրորդ տիպի խնդիրները այդ այն խնդիրներն են, որը ոչ մի պետություն չի կարա մասնավոր կազմակերպությանը ստիպի, որ ինքը իր աշխատավձևը փոխի։ Այդ կարան կանենք մենք Yandex-ի վարորդներս։ Հիմա ասեմ ինչի մասին եմ խոսում։ Առաջի խումբ խնդիրները, որը որ պետության կարգավորման տիրույթում են։ Այդ խնդիրները օրինակ առաջինը դա այնա, որ Yandex-ի վարորդի այդքան մուծած գումարների դիմաց պետքա որպես վարորդ Yandex-ի վարորդ կամ on-line տաքսի վարորդ աշխատած ժամանակահատվածը համարվի աշխատանքային ստաժ ու այդ գումարները գնան կամ կൂട്ടակային կենսաթոշակային ֆոնդ կամ էլ ամեն տարի այդ ստաժի բանը ավելանա, թոշակի ստաժի գումարը ավելանա։ Դա պետության տիրույթում է։ Դա պետքա պահանջենք, որ պետությունը դա կատարի։ Երկրորդ խնդիրը, որը որ պետության տիրույթում է, դա այնա, որ Yandex-ի վարորդը իրավունք ունենա որպես հասարակական տրանսպորտի վարող վարի ավտոբուսի գծերում, հանգիստ մտնի ավտոբուսի գծերից ուղևոր վերցնի։ Yandex-ի վարորդը պետքա իրավունք ունենա կանգնի տաքսիների համար նախատեսված կայանատեղիներում ու չտուգանվի դրա համար։ Yandex-ի վարորդը պետքա կարողանա, եթե երթևեկությանը չի խոչընդոտում, 1 րոպեից ավել սպասի ուղևորին ու եթե իր մեքենան կամերայով վերևում է, որ ուղևոր է նստում կամ դուրս գալի մեքենայից, ինքը չպետքա տուգանվի 1 րոպեից ավել երկրորդ շարքում կամ արգելված վայրում կանելու համար, որովհետև հասարակական տրանսպորտ պետքա դիտարկվի որպես Yandex-ի մեքենաները։ Այդ հարցերը պետությունը կարա կարգավորի։ Պետությունը կարա կարգավորի նաև այն հարցը, որ Yandex-ին ստիպի, որ եթե մենք այսօր վարելով մեր եկամտի 25%-ը, հասույթի 25%-ը դուրս ենք տալի, այսինքն այնտեղ պետության հարնա ավտոպարկի միջնորդավճարնա, ավելի պետությանը հարկ չի տուրքա, բայց դա էական չի։ Ավտոպարկի տոկոսնա, Yandex-ի տոկոսնա, պետությունը պետքա ստիպի, որ on-line տաքսի վարորդների գանձումները չպետքա գերազանցեն 15%-ը։ Սա իրար հետ, հիմա որը կգնա պետությանը, որը կգնա Yandex-ին, որը կգնա ավտոպարկին, թող իրար մեջ իրանք որոշեն, բայց վարորդից պետքա գանձի ոչ ավել, քան 15% իր հասույթից, որովհետև վարորդը վարում է իր սեփական մեքենան, վարորդը ծախսում է իր սեփական վառելիքի փողը, իր հասույթից է ծախսում, ոչ ոք իրան այդ փողը չի տալի, այդ մեքենան վերանորոգում է ու տաքսի տակ քշող մեքենաները գիտեք ինչ հաճախակ են, մանավանդ այս վերջերս այս փոշերի մեջ ջարդվում, փոսերի մեջ ջարդվում, իր միջոցներից է վերանորոգում, Yandex-ի վարորդը իր միջոցներից է այդ մեքենան լվում, ամեն օր մաքուր վիճակով դուրս գալի, ուրեմն ռեյսի, Yandex-ի վարորդը իր միջոցներով այդ մեքենայի համար ձմեռային ամառային ավադողեր առնում, որ անվտանգ երթևեկություն ապահովի։ Ու այդ բոլոր ծախսեր են, որոնք կատարում է Yandex-ի վարորդը իր գրպանից։ Ու դրա համար
Միջնորդը իդեմս Yandex-ի թե տաքսո պարտի կլնի գումարած պետությունը հասույթի 15%-ից ավելը չպետք է դուրս տա վարորդը։ Այդ կարա պետությունը կարգավորի։ Իսկ օրինակի համար այն հարցերը, ես հիմա թվարկեմ ու եթե համաձայն կլինեք կոմենտներում գրեք, որ եթե մի հատ մեկ են դնում գնահատական ուղևորները, միանգամից ռեյտինգը 5-ով ընկնում է։ Այդ 5-ը որ վերականգնես կարող է քեզ 10-15-20 օր ժամանակ պետք լինի, որ այդ մի հատ մեկի պատճառով այդ 5-ը վերականգնես ռեյտինգին։ Այն էլ այդ մեկը կարող է մեկը քնից լավ ոտի վրա զարթնա չլինի, վատ տրամադրությունով նստի մեքենատ, իջնի մեքենայի դենթադենք մի բան դուրը չգա ու քուվե չէ ընդհանրապես։ Բերդի ներվայնացած այդ մեկը դնի ու դու գնաս կրական գնաս դե գիտեք ով որ քշումա գիտի այդ ինչա նշանակում եւ որ ռեյտինգը տնկնում է ընդ որում դու կարաս 150 հատ լավ գնահատական ունենաս 5 մի հատ մեկ ստանաս ու այդ մեկի պատճառով քո ռեյտինգը միանգամից այդքան նիշնի էդի պետքա պահանջենք որ եթե մեկ գնահատականի համար 5 պոզիցիա իջնում է, ուրեմն մի հատ լավ գնահատականի համար թող 5 պոզիցիա բարձրանա, իհարկե абսուրդ բան եմ ասում, բայց դրա հակառակը կա։ Համ մեկ գնահատականի համար պետք է ընդամենը մի պոզիցիա իջնի։ Լավ գնահատականի համար էլ պետք է մի պոզիցիա բարձրանա, որ համաչափ լինի, չլինի վարորդը 150 հատ 5 ստանա մի հատ մեկ ու ինքը 5 պոզիցիայով միանգամից իր ռեյտինգը իջնի։ Մենք պետք է պահանջենք, որ պրիորիտետը եւ որ իրանք հաշվարկում են այդ դե գիտեք ինչքան շատ է պրիորիտետը, այնքան ավելի շատ պատվերներ է գալի։ Որ կներեք պրիորիտետը չի ասում, որ վարորդը Yandex-ի վարորդը եթե պատվեր է ընդունում պատվեր է կատարում ինքը պետք է մինիմալ բոլոր դուրս տվածները հանած 1000 դրամ մինիմալ ինքը աշխատի որովհետև շատ հաճախ է ալնում եւ որ վարորդը 2.5 կիլոմետր 3 կիլոմետր հասնում մինչև պատվեր տալը 3 կիլոմետր էլ այդ պատվեր դա քշում ընդամենը ստարտով եկանով քշողներ 300 դրամ գումար են վաստակում, որը սկի իրան ծախսերը չի պագում։ Պետքա վարորդը մինիմալ եւ պատվեր ընդունեց պետքա 1000 դրամ ինքը մաքուր եկամուտ ունենա ամեն մի պատվերից։ Դրա հաշվին կարակ են պիկ ժամերին այդ կոեֆիցիենտները իջացնեք, որովհետև ուղևորներն էլ համար էլ նորմալ չէ, որ պիկ ժամին ինքը 1-2 կիլոմետր է քշում, վճարում է դրա համար երթալեն 2-3 հազար դրամ փող։ Բայց վարորդներ ջան, եւ որ հաշվարկում ես, որ դու այդ պիկ ժամին եւ որ այդ կոեֆիցիենտը բարձր է, դու կարող ես կատարել 1 կամ 2 պատվեր, հետո ամբողջ օրը 700-500 դրամանոց պատվերներ ես անում ու վերջում դուրս է գալի, որ դու կատարել ես 35 հատ պատվեր, բայց վաստակել ես ընդամենը 22000 դրամ գումար, դա աննորմալ է։ Այդ 35 հատ պատվերի համար դու քշում ես 16 ժամ ու 200-250 կիլոմետր մինիմում։ Դրա համար վարորդը եւ որ պատվեր ընդունեց պետքա 1000 դրամ մինիմալ ինքը արդեն ստանա։ Էդի կարանք պահանջենք Yandex-ից։ Մենք կարանք պահանջենք Yandex-ից, որ մենք կարողանանք ընտրել պատվերները, այսինքն ես անեն չնի որ ես պատվերը չընդունեմ ու դրա պատճառով իմ պրիորիտետս միանգամից 5-ով կամ 7-ով կամ ես ինչքանով իջացնում եմ, եթե նա այդ երբես ատմենա տալի։ Ես պետք է ընտրեմ վերցնեմ այս պատվերը, թե չէ կարող եմ համար մեկի համար այս պատվերը ձեռնտու է, մեկի համար ձեռնտու չի։ Ու դրա համար պրիորիտետը չպետք է իջնի։
Դա պետքա պահանջենք Yandex-ից։ Եթե էլի բանկա ես մոռացա, խնդրում եմ կոմենտներում գրեք, բայց ամենակարևորը հիշեք, որպեսզի կարողանան մեր պահանջները կատարեն, մենք պետք է լինենք ուժ ներկայացնենք, կազմակերպված լինենք, որպեսզի կազմակերպված լինենք, պետք է կազմակերպվենք։ Ու այնց չի։ Ես հաստատ համոզված եմ, ասվածը սխալվեմ, բայց հաստատ համոզված չեմ տղեր ջան, որ այնց չի, հիմա մեկը առաջարկեցինք, մեկը հատ գրություն կազմեց, հա, պահանջները մեջ ներառեց, կառավարությունն էլ ասել է վայ սուր եք միջև հիմա չկա եկես թուղթը չեք բերին, որ ես սաղ պահանջները կատարեմ, չէ, տենց չի։ Դաժե եթե միտինգներ անենք, եթե քիչ քանակությունով մարդ լինենք, մենք ոչ մի բանի չենք հասնելու։ Պետքա քանակություն լինենք ու կազմակերպված պետքա լինենք։ Այսինքն պետքա իրար հետ կապ ունենանք։ Առնվազն մենք բոլորս պետքա իրար հետ կապի մեջ լինենք, որ ընդհանենք ինչ որ մեկը ասի, տղերք, եկեք այսին ժամին որոշեցինք ավելի ճիշտ, որ այսին ժամին էս իջտեղ ակցիա ենք անում, դուրս չգանք 100 մեքենայով, այդ 100 մեքենան էլ պարեկներով վրաց ցրեն։ Պետքա դուրս գանք 2000 մեքենայով, 3000 մեքենայով, ամբողջ հանրապետությունով մեկ, որ հասկանան, որ էսի ուժ է, ու իրոք ուժ են։ Ու այդ ուժի հետ պետքա հաշվի նստեն։ Դրա համար ես ելի եմ առաջարկում, պետքա կազմակերպենք ու առնվազն պետքա իրար հետ կապի մեջ լինենք։ Ես իմ վերապատասխանատվություն կվեկալեմ WhatsApp-ի գրուպա ստեղծեմ, եթե համաձայն եք, իմ համարս կտամ, ով զանգի այդ WhatsApp-ի համարին կմցնեմ այդ գրուպի մեջ ու արդեն այդ գրուպում մենք կաղանանք իրար հետ շփման մեջ լինենք, անմիջական շփում, բոլոր Yandex-ի վարորդները, տարածենք բոլոր տեղերով, բոլոր ծանոթներով, բանով, որ կա սենց WhatsApp-ի խումբ, որ սաղս այդ WhatsApp-ի խմբում իրար հետ կապի մեջ լինենք։ Հիմա օրինակի համար եթե այդ խումբը չկա, չէ, հիմա տղերքը ինչ որ գրություն են կազմում, ոնց են մնացած վարորդները իմանալու ճիշտն է այս գրությունը, թե չէ, կարդան այդ գրությունը։ Ձև չկա, իսկ սենց տեղադրում ես այդ WhatsApp-ի գրուպի մեջ, ախպեր ջան, մնացածն է սաղ կարդում են, ասում են, հա լավն է, կամ այս բանը ավելացրա, կամ այս բանը պակասացրա։ Մի խոսքով առայժմ այսքանը ով որ ինձ ճանաչում է որպես տաքսի վարորդների իրավունքների պաշտպան, հələ 11 թվից 12 թվից այն ժամանակ իհարկե պայմանները լրիվ ուրիշ էին, աշխատավոճը լրիվ ուրիշ էր, պետությանն էինք փորձում բանեինք, որ տաքսի վարորդների համար լավ պայմաններ լինեն, այն ժամանակ հələ Yandex էլ չկար, on-line տաքսիներ էլ չկար, սերվիսներ ու պետություններ այդ բան։ Մի խոսքով դիտի որ մանավանդ Լոռու մարզի ու Շիրակի մարզի վարորդները, որոնց շատ եմ օգնել տեսությունում էլ եմ իրանց ակտերը ջրե ժամանակին եւ որ լիցենզիա չունենալու համար այն անում օգնել եմ որ լիցենզիա ստանան մի խոսքով ով որ գիտի դրա համար ես խնդրում եմ տղերք այս հարցին այս բոլորիս հարցն է որովհետեւ այս պայմանները ինչ որ հիմա մենք աշխատում ենք էդի նվաստացուցիչ պայմաններ է ինչա նշանակում դու աշխատես քու մեքանան տաստերակացնես այս փոսերով այս պայմաններով 1000 ու մի ուղևորի նազուտու ստանես ներվային վիճակում աշխատես 16 ժամ աշխատես որ 25%-ը դուրս տաս այտենց ճիշտ է մի խոսքով լավ լինեք տղերք հույս ունեմ որ admin-ը այդ Skype-ի այդ Facebook page-ը ես կտեղադրի խնդրում եմ որ տեղադրի բոլորիդ ուշադրության համար շնորհակալություն եթե համաձայն եք WhatsApp-ի համար կոմենտներում կտեղադրեմ լավ եղնեք